գտնվում ենք Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի տարածքում։ Այն Հայաստանի սահմաններից դուրս գտնվող ամենամեծ հայկական կրոնական համալիրն է։ Տարածքի գլխավոր մայր եկեղեցին կոչվում է Սուրբ Պայծառակերպություն, իսկ փոքր եկեղեցին Սուրբ Խաչ։ Այս գեղեցիկ ու վեհաշուք հոգևոր կառույցի բացումը տեղի ունեցել 2013 թվականին։ Ու արդեն 13 տարի է, ինչ այն դարձել է թեմի հոգևոր ու ազգային կյանքի վերածննդի խորհրդանիշը։ Այն հսկայածավալ գործունեության, որ արդեն 38 տարի իրականացվում է Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանի ու տեղի հայրենասեր հայրենիների ջանքերով։ Այստեղ մեծ շուկով նշում են եկեղեցական եւ ազգային տոները, ամուր պահելով կապը հայրենիքի հետ։ Այսպես մեծ ընտանիքի նման Մոսկվայի հայերը նշում են Մանուկ Հիսուսի Սուրբ Ծնունդը, Հարության տոնը, Խաղ օրհնեքը, Տիրոջ պայծառակերպությունը։ Մոսկվայի եկեղեցուն կից գործում են Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանը եւ Սուրբ Ներսես Շնորհալու անվան հայորդաց տունը, որտեղ արդեն 21 տարի է, ինչ ազգային բարերար Քսանվել Կարապետյանի մեկենասության շնորհիվ հազարավոր հայորդիներ հայկական կրթություն են ստանում։ Համալիրի տարածքում գործում է Տապան թանգարանը։ Այստեղ ներկայացված են աշխարհահռչակ հայազգի նկարիչների կտավներ, եկեղեցական սրբություններ, մշակութային եւ կենցաղային բացառիկ իրեր։ Առաջնորդարանում գործող Լազարյանների անվան հայագիտական կենտրոնը կազմակերպում է միջազգային գիտաժողովներ, մեծարման երեկոներ, կլոր սեղաններ, նվիրված ցեղասպանությանը, Արցախին, մշակույթի մեծանուն գործիչների։ Առաջնորդարանում գործում է անվճար իրավաբանական կենտրոն, որն իր օգտակար ծառայությունն է բերում հայ եւ օտարազգի քաղաքացիներին։ Գործում է նաեւ սոցիալական բաժինը, օգնություն տրամադրելով կարիքավորներին, ծերերին, հիվանդ երեխաներին։ Եզրաս Սրբազանի նախաձեռնությամբ ստեղծվել է նաև հայկական խաչ բարեգործական հիմնադրամը, որի նպատակն է խթանել տարբեր ոլորտներում իրականացվող հայանպաստ ծրագրերը, ինչպես նաև օգնել կարիքավոր բազում ընտանիքների։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ազգային բարերար Սամվել Կարապետյանն ամեն ամիս իր ֆինանսական զորակցությունն է բերում բարեգործական ծրագրերը կյանքի կոչելու համար։ Եթե լինեք Մոսկվայում, անպայման այցելեք այս գեղեցիկ համալիրը։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս է այսօրվա նվերը, որ Հայր Աստծո կողմից ընծայվեց իր ժողովրդին։ Որ պահեինը պահալը գիշերո հոտից յուրյաց, և հրեշտակ յարն երևեցավ նոցավ, և հարկ յարն ծագեցի արնոցավ, և երկյան հերկյուղ մեծ, և ասեց նոսա հրեշտակը, մի երկնչիկ